Եվ երբ Հերովդեսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը կրկնակի շղթաներով կապված երկու զինվորների միջև քնած էր, իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին։ Եվ ահա Տիրոջ հրեշտակը եկավ, կանգնեց մոտը ու մի լույս ծագեց այդ տեղի վրա, ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց ասելով. «Իսկույն վեր կաց», և շղթաներն ընկան նրա ձեռքից։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Գոտիդ կապիր և հողաթափները ոտքերդ գցիր»։ Եվ նա այնպես արեց։ Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրադ գցիր և արի իմ ետևից»։ Եվ նա ելնելով գնում էր նրա ետևից, ու չէր իմանում, թե հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։ Եվ երբ նրանք անցան առաջին պահականոցից և ապա երկրորդից, եկան մինչև երկաթյա դուռը, որը հանում էր քաղաք։ Դուռը իրեն բացվեց նրանց առջև, և մի փողոց մտնելով անցան նրա միջով, ապա հրեշտակը իսկույն նրանից հեռացավ։ Երբ Պետրոսը ուշքի եկավ, ասաց. «Այժմ ճշմարտապես գիտեմ, որ Տերն ուղարկեց իր հրեշտակին և ինձ փրկեց Հերովդեսի ձեռքից և հրեա ժողովրդի ամեն ակնկալությունից»։ Եվ ուշքի եկած լինելով, եկավ Մարիամի, Մարկոս կոչված Հովհաննեսի մոր տունը, այնտեղ հավաքվել էին շատերն ու աղոթք էին անում։ Տան դուռը բախելիս Հրովդե անունով մի աղախին մոտեցավ և ականջ էր դնում։ Եվ ճանաչելով Պետրոսի ձայնը, ուրախությունից դուռը չբացեց, այլ ներս վազելով պատմեց, թե Պետրոսը դռանը կանգնած է։ Նրանք ասացին նրան. «Գժվել ես», իսկ աղախինը առավել ևս պնդում էր, թե այդպես է։ Ապա նրանք ասացին. «Նրա հրեշտակն է», իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը։ Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։ Եվ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն, և պատմեց, թե ինչպես Տերը իրեն հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս բաները պատմեցեք Հակոբոսին և եղբայրներին»։ Եվ ինքը ելավ գնաց այլ տեղ։ Եվ երբ առավոտ եղավ, զինվորների մեջ մեծ խռովություն ընկավ, թե արդյոք Պետրոսին ինչ եղավ։ Իսկ Հերովդեսը, երբ նրան փնտրեց ու չգտավ, պահակներին հարցաքննելուց հետո հրամայեց սպանել նրանց, ապա Պետրոսը Հրեաստանից Կեսարիա իջավ ու այնտեղ էր մնում։